Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 24-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իդեպ այսուհետև արդեն հենց հաղորդման սկզբում կներկայանամ, կասեմ, որ ձեզ հետ է Էդվարդ Տանտինյանը, որտեղ շատ հաճախ են ինձ գրում իմ հետևորդներից, պարոն Անտիկյան, պարոն Անտոնյան, պարոն Այդինյան, մենք ձեր կողքին ենք։ Հիմա կարող եմ նստեմ սպասեմ, այդ մարդիկ էլ գնան Այդինյանի, Անտոնյանի ու Անտիկյանի կողքը կանգնեն։ Էդվարդ Տանտինյան։ Հիմա ինչ ունենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։ Կրեմլը նպատակահարմար չի գտնում մամուլին բացահայտել այն կոնկրետ փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը բերել է Մայամիից։ Մի հատ հետաքրքիր հարց։ Բա եթե բանակցել եք, այդ բանակցությունների հետ կապված չի ասում, որ գաղտնի է, կետերը նախապես 28 կետը հրապարակվել էր, դրանից հետո որ դարձել էր 20 կետ, այնպես չի, որ դրա մասին տեղեկություն չունեին, այդ կետերին անդրադառնում է Վոլոդիմիր Զելենսկին, չեմ կարծում, որ ինքը առանց համաձայնացնելու գաղտնազերծել է, եւ այդ պարագայում ստացվում է, որ Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում իրենց բիզնեսմեն ներկայացուցիչի բերած թղթերի մասին մամուլին տեղեկացնի, որովհետև ակնհայտ է, որ դրանք Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու հետ շատ քիչ առնչություն ունեն, դրանք վերաբերվում են հողերին ու փողերին, դա է, բա ինչ ասեն, մի ասեն գնացել ենք Մայամի Ամերիկայի հետ բանակցում ենք, թե Արկտիկայում ով ինչ պետք է անի, ինչքան ներդրում պետք է անի, ով ինչ տալիք առնելիք ունի եւ այլ եւ այլ, սա խոսում է, թե ինչ չափով են իրանք տրամադրված խաղաղության գնալու, որովհետև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրվագծել է Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու իր ծրագրի բոլոր 20 կետերը։ Փաստաթուղթը պարունակում է դրույթները, այդ 20 բոլորը դες չեմ ներկայացնի, ուղղակի դա այն է, որը որ Վոլոդիմիր Զելենսկին համարում է, որ դա ընդունելի է Ուկրաինայի համար եւ տպագրել է, ասում է կարդացեք, սա է, իսկ Ռուսաստանը ի՞նչն է գաղտնի պահում։ Դե հասկացանք ինչ է, որովհետեւ գաղտնի է պահում են ինչ որ չէր վերաբերվում այդ խաղաղության փաստաթղթին։ Իսկ հիմա Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռոդինա ամսագրում հրապարակված իր ինչպես են անգլոսաքսոնները խթանել ուկրաինական ազգայնականությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հոդվածում նշել է. Եվրոպայում երկարատև խաղաղությունն անհնար է առանց արևմուտքի ագրեսիվ արևելյան քաղաքականության վերանայման։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան եւ այլ աննշան անգլոսաքսոններ երբեք չեն մտահոգվել այսպես կոչված Ուկրաինայի ուկրաինացիների կամ քաղաքական ուկրաինիզմի նախագծի ճակատագրով։ Կարևոր է հստակ հասկանալ, որ Ուկրաինայում պատերազմի արմատական պատճառն անգլոսաքսոնական երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի եւ ամբողջ Եվրամիության ագրեսիվ արևելյան քաղաքականության մեջ է։ Եվրոպայում երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է այս թշնամական քաղաքականության լիակատար վերանայում, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հիմնարար շահերը, ընդգծել է Մեդվեդևը։ Հիմա կասեմ ինչու համար սա ներկայացրեցի ձեզ։ Անգլոսաքսոնական վերլուծական կենտրոնները մշակում են Ռուսաստանի ապագաղութացման գաղափարն, ինչպես արվեց ԽՍՀՄ-ի փլուզման համար, եւ այսօր առաջ է մղվում Մոսկվայի կողմից այլ ժողովուրդներին ճնշելու գաղափարը, բայց այս անգամ ՌԴ մասշտաբով, գրել է Մեդվեդևը։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է ամերիկյան եւ բրիտանական ուղեղային կենտրոնների նպատակը ծառայել էլիտային։ ԽՍՀՄ-ին հակազդելու համար կեղծվում էր վիճակագրությունը ցույց տալու համար, որ մասնավորապես տնտեսության համատեղ կառավարումը մեկ պետության շրջանակներում չի կարող Ուկրաինայի բնակչությանն ապահովել ավելի բարձր կենսամակարդակով համեմատած պոտենցիալ անկախության հետ եւ հետեւաբար անհրաժեշտ է խաթարել Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը եւ ներքին քաղաքական միասնությունը։ Հիմա եզրակացությունը
Այսինքն այսօր անգլոսաքսերը ցանկանում են Ռուսաստանը քանդեն այնպես, ինչպես Խորհրդային Միությունը։ Սա է անվտանգության խորհրդի փոխնախագահի, սա է իշխող քաղաքական ուժի ղեկավարի, սա է նախկին նախագահի, որի օրոք էլի շատ բաներ արվել Ռուսաստանում եւ նախկին վարչապետի կարծիքը։ Հիմա եզրակացությունը արևմուտքում անջատողականության խրախուսումը, որը խթանում է Ռուսաստանը մասնատելու գաղափարներ, կարող է ծառայել որպես դրա գործողությունների հակաթույն։ Այսինքն հիմա, քանի որ գտնում է, որ արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը քանդել այնպես, ինչպես Խորհրդային Միությունն է, դրա համար իրանք էլ անջատողական տրամադրություններ են խրախուսում Եվրոպայում, բայց լավ էր, որ դուք մեզ մոտ եք անում։ Հիմա իհարկե պատկերացրեք, մարդիկ այս ձևով առճակատման են գնում արևմուտքի հետ, Ամերիկա, Եվրոպա եւ այս մարդիկ դեռ Հայաստանում ազդեցություն ունեն, ցանկանում են շարունակել ունենալ, մեր երկրում էլ իրանց կոտորում են, թե ով են այս մարազմատիկներին շահերը սպասարկելու Հայաստանում։ Այ անգլոսաքսը ո՞րն է։ Ընկեր ջան, այս ինչքան հին եք, տղեկ։ Ես իհարկե պատմական փաստեր բերում եմ, թեպետ լինելով տնտեսագետ, որտեղ դժվար է վերլուծություն կատարել առանց գոնե բավարար չափով տնտեսագիտության, աշխարհագրության հետ կապված գիտելիք չունենալ, պատմության եւ այլ, հնարավոր չի, բայց ինձ թվում է, թե ես հիմա մեկնաբանում եմ քաղաքական օղորմածիկի։ Այդ աղա ջան, ինչ անգլոսաքս, որ թվի բաներ ես ասում։ Այդ ինչ հեքիաթներ եք պատմում։ Անգլոսաքսերի ազդեցությունը մինչև հիմա տարածված է, հա, եւ հենց իրանք են քանդում Ռուսաստանը։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը ընդամենը անցյալ տարի Ռիշի Սունակը որտեղից էր։ Կարող է պատահաբար Փենջաբից էր, մի մասն էլ հնդկական ծագում ուներ, մի մասն էլ պակիստանյան, այնտես խառը դե բանա չէ այդտեղ։ Հինդուիզմի բաներ, հետևորդ էր։ Հիմիկվա էսա 10 տարին լռանում է Լոնդոնի քաղաքապետը, Պակիստանից չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը Քենիայից չէր ծագումով, դե ինքը պարզ է Ամերիկայում էր ծնվել, այլապես չէր կարող նախագահ առաջադրվել Գոնոլուլուում, Հավայան կղզիներում, բայց իր ծնողները Քենիայից չէ, հայրը Քենիայից չէր եկել։ Ինչ եք խոսում։ Այսինքն Ամերիկայում հիմա անգլոսաքսերն են ազդեցություն ունենում։ Քոլին Փավելը խորհրդական էր ազգային անվտանգության գծով, հետո դարձավ պետքարտուղար, աֆրոամերիկացի չէր։ Կոնդոլիզա Ռայսը անվտանգության գծով խորհրդական էր, հետո դարձավ պետքարտուղար։ Չեք նայել, որ աֆրոամերիկացի էր։ Լոյդ Օստինը ընդամենը վերջերս բաներ, Պենտագոնի ղեկավարն էր, պաշտպանության նախարար աֆրոամերիկացի։ Էլ չեմ ասում հրեաների ազդեցությունը, ինձ հետաքրքիր է հրեաները անգլիացիների կողմից էին, թե սաքսոնների կողմից էին, որոնք ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք ազդեցություն են ունեցել ցարական Ռուսաստանում, դրանից հետո հեղափոխության ժամանակ, Խորհրդային Միության ժամանակ ու մինչև այսօր։ Իրանք որ կողմից էին, որ թիմից էին խաղում։ Եթե մակարդակները վերլուծության սա է ժողովուրդ ջան, այսինքն իրանք չեն հասկանում, որ չէ, հասկացել են, որ Ռուսաստանը քանդում են, այնպես ինչպես քանդվեց Սովետը։ Նույն քայլերն են անում։ Ցանկանում են Խորհրդային Միությունը վերականգնել, դեռ 2022 թվականին եմ ասել, մի օր կգտնեմ այդ նյութը ձեզ ցույց կտամ, որ ասի եթե Պուտինը ցանկանում է Խորհրդային Միությունը վերականգնի, պետք է հասկանա, որ Խորհրդային Միությունը հետո քանդվեց։ Եթե ինքը դա է ուզում իր մոտ վերականգնելը չի ստացվի, բայց քանդելը կստացվի։ Հիմա ուզում են ասեն, արևմուտքն է մեղավոր, որ Ռուսաստանը քանդվում է Խորհրդային Միության նման, որովհետև մոռանում են, որ այս պետությունը այլևս կենսունակ չի, Խորհրդային Միությունն էլ կենսունակ չէր, դրա համար փլուզվեց։ Դրսից ինչ ուզում ես արա չես փլի, եթե ներսից պատրաստ չլինի փլուզման,
Որտեղ դուրսը մենակ կարող է ներսից պայթյուն առաջացնի։ Ամենափոքր երկրին անգամ դրսից չես հաղթի, եթե ներսից չգրավես, պարարտ հող ստեղծես, ամրոցի դռան դեմը բացեն, որպեսզի այդ ամրոցը գրավեն։ Սա է։ Դուք մտածեք, թե ինչ արեցիք, որ երկիրը հասցրեցիք այն վիճակի, որ հիմա մտածում եք ով է մեղավոր, որ փլուզվում է։ Հենց խորհրդային միության նման։ Հիմա կառաջանան իհարկե կենտրոնախույս ուժեր, մարդկանց դժգոհությունը արդեն կհաստի գագաթնակետին։ Ինչքան պետք է սպասեն, որ դուք ինչ անեք։ Դուք երկիրը կարողանում եք հիմա պահել, թե հիմա արդեն մեղավոր եք ման գալի։ Բայց սա ուղղակի նրա համար, որ մենք հասկանանք, Ժողովուրդ ջան, որ այս մարդիկ Հայաստանում օրակարգ են ձևավորում։ Իրանք այսօր անհանգիստ են, որ իրանց երկիրը փլվում է եւ մեղավորը արևմուտքն է, բայց Հայաստանը չի կարող խաղեր տա այս երկուսի մեջ։ Այս երկու կողմերը թշնամական կողմեր են իրար հետ։ Դուք պատկերացրեք մեր վիճակը, եթե անիմաստ մտնում ենք խաղերի մեջ։ Հստակ չենք ասում մեր դիրքորոշումը որն է, որտեղ ենք տեսնում մեր երկրի ապագան։ Թայլանդի արտգործնախարարությունը հայտարարել է Թայլանդի եւ Կամբոջայի սահմանային գլխավոր կոմիտեի բարձր մակարդակի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի երկու երկրների միջև հակամարտության մեջ հրադադարի հաստատման հարցը, տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։ Սա ինչու համար ընթերցեցի ձեզ համար, որովհետև ինչպես տեսնում եք, իրանք մի հատ ցածր մակարդակի հանդիպում արդեն ունեցել են գերատեսչությունների մակարդակով։ Հիմա արդեն բարձր մակարդակի հանդիպում են պլանավորում, որպեսզի գնան խաղաղության։ Եվ ինչպես տեսնում եք, այդ խաղաղություն գնալը, որը ձևով պայմանավորված չի Դոնալդ Տրամփի խաղաղության նախաձեռնություններով, որ ինքը ասեց, ես 8 տեղ խաղաղություն եմ բերել, որովհետև այդ իր բերած խաղաղությունից հետո էլի կրակեցին, հետո շատ հարցեր եղան։ Մի խոսքով, որ տեսնենք, որ հանկարծ եթե որևէ մեկը մտածում է, որ մեզ խաղաղություն են խոստացել Ամերիկայից, մենք նախ իմանանք, որ մեզ դա չեն խոստացել, անվտանգության որևէ երաշխիք չեն տվել, բայց եթե նույնիսկ ինչ որտեղ տվել են, մենք տեսել ենք հերթով, թե ինչա կատարվում աշխարհում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ուկրաինան երբեք չի եղել եւ չի լինի խաղաղության խոչընդոտ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի փաստաթղթերը լինեն տեղում եւ իրատեսական։ Կարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի այս դիվանագիտությունը եւ 100%-ով լուրջ լինի պատերազմը դադարեցնելու հարցում։ Հակառակ դեպքում Ռուսաստանի վրա պետք է լրացուցիչ ճնշում գործադրվի։ Աշխարհն ունի բոլոր գործիքներն այնպես անելու, որ այս ճնշումը գործի, ապահովի խաղաղությունը, ասել է Ուկրաինայի նախագահը։ Հիմա տեսնում ենք, որ Զելենսկին ինչ է ասում, բացի այն կետերը, որը ինքը հրապարակեց, նաև ինչ է ասում, որ մենք ձգտում ենք խաղաղության, այսինքն մեղադրել մեզ, որ չենք ուզում խաղաղություն, լուրջ չի, մանավանդ որ պատրաստ ենք հենց խաղաղության հետ կապված նախագահական ընտրություններն էլ անենք եւ Զելենսկին էլ եթե լինի խաղաղություն, իմ կարծիքով չի էլ առաջադրվի, կասի խաղաղության նախագահը թող լինի ուրիշը, դա հասկանալի պրակտիկա է։ Եվ էդ էլ չկարողացան շարանեն, հիմա պատերազմը իհարկե շարունակվում է, Ռուսաստանը փորձում է մետր առաջ գա, եթե ինչ-որ միտեղ էլ հաջողում է ֆանտաստիկ կորուստների գնով, եւ դա առաջացնում է լուրջ խնդիրներ, Ռուսաստանում հիմա դժգոհությունները չգիտեմ ոնց չեն նայում, ասում են փողերը, որ խոստացել էին, որ զոհվածները հետ գան դրանց արժանապատիվ մեր հերոս տղեկին թաղենք, այդ փողերը չեն տալի։ Ժողովուրդ ջան, բայց ինչի եք բողոքում։ Ինչի եք բողոքում։ Ինչի որ գնացել են ուրիշ երեխեքին սպանեն հերոս է։ Ով է ձեզ ասել, որ նրան Վարդսու մարդասպանի հերոսը ո՞րն է։ Արժանապատիվ թաղելու փողերը չեն տալի։ Այդ ձեզ այդքան փող են տվել, տարեք թաղեք։ Ինչ եք, մի հատ պատիվ եք ուզում տրվի, հա, ինչ եք ուզում տրվի։ Դուք բռնել եք ձեր երեխու ձեռը, տարել եք սպանելու։ Ձեր ամուսնու ձեռը բռնել եք, տարել եք սպանելու։ Իմանալով, որ նա հետ չի գալու Ուկրաինայից։ Հիմա եկել ասում եք, ժողովուրդ ջան, այսքան փողերը տվել են։ Միանվագ ստացել ենք։ Բայց տեղական փողերն էլ պիտի տային, որ թաղեինք, չէ։ Ոնց, այդ փողերից տանենք, թաղենք։
Բա պետությունը ցանկություն չունի թաղելու, պետությունը փողերը տվել է, իհարկե խաբել է սկզբից, ասել է թաղելու գործերը մեր վրա, հետո հիմա չի տալի, որովհետև տեսնում է այնքան են մեռնում, կարակը չի ընկել ձեր ձեռից։ Չեք նայել, հա, որ գումարները պակասում են։ Բայց այնքան է վիճակները վատ, որովհետև երկրի վիճակն էլ է վատանում։ Համաձայնվում են անգամ էժան գնի, դա էլ չեն տալիս։ Ասում է 6 ամսվա փողերը չենք ստանում։ Տարան տվին, սպանին, փողերը չտվին։ Այս ամեն ինչը դուք չեք լսում։ Ու դուք ուզում եք այս օրակարգը գա Հայաստան։ Այդ մարդակերները Հայաստանում քաղաքականություն որոշեն։ Իրանց երկրի որոշածը չեք տեսնում։ Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին կոչ է արել գրասենյակի աշխատակիցներին լավ հանգստանալ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, քանի որ նրանց դա պետք կգա դժվարին աշխատանքային տարվա նախաշեմին։ Մենք ընտանիք ենք, մենք պայքարում ենք ամբողջ տարին։ Անցած տարին դժվար էր բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատ է լինելու։ Ուստի խորհուրդ եմ տալիս այս տոների ժամանակ ճիշտ հանգստանալ։ Մելոնին ասել է, որ սիրում է իր աշխատակիցներին եւ կոչ է արել նրանց պատրաստ լինել շարունակել դիմակայել մարտահրավերներին։ Այո, հայրենանվեր ղեկավարը չի խափում ժողովրդին, ասի ապագան այսօր է, չի խափում, ասի դուք եթե խոսում եք դժվարություններից, ուրեմն դուք խաղաղություն չեք ուզում, պատերազմ եք ուզում, ես խաղաղություն եմ բերել։ Գնացեք համերգ, գնացեք տոնակատարությունների, ամենաճոխ ձևով անենք հազարոմի միջոցառումներ, ուրախացեք ժողովուրդ, հերիքա, մենք վերջ, այլևս մենք պետք է ուրախանանք։ Իսկ Իտալիայի վարչապետը գտնում է, իսկ Իտալիան ինչ պրոբլեմ ունի, որ եկող տարին ավելի վատ ալնելու։ Աշխարհագրական դիրքն է վատ, Եվրամիության անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ չի, իր անվտանգությունը վտանգված է, պատմական հուշարձաններ չունի, տուրիզմի հետ պրոբլեմ ունի, ինչի հետ պրոբլեմ ունի Իտալիան։ Իտալիան պարզապես աշխարհի հոգսի, աշխարհի բեռի մի մասը իր վրա է վերցրել, հավաքական ձևով մտել է այդ բեռի տակ եւ իրան հարգող վարչապետը կոչ է անում, ասում է լավ հանգստացեք, որ եկող տարի ավելի դժվար է ալնելու։ Դա այնպես չի, որ խուճապ է տարածում, այնպես չի, որ նավսում է, ուղղակի ասում է իրականությունը եւ հասարակությանը տրամադրում է դժվարություններին։ Իսկ եթե մի բան հեշտ կլինի, դու դժվարին տրամադրվի, հեշտը քոննա, ոչ մեկը քո ձեռից չի խլելու։ Մարդիկ հատուկ ինստիտուտներ են պահում ռիսկերի գնահատելու համար, ռիսկերի կառավարելու համար, եւ գնահատել եւ կառավարել։ Հատուկ ռիսկերի մասնագետ են պահում, որ հավանական բոլոր ռիսկերը ի հայտ բերեն, գնահատեն եւ կառավարեն։ Իսկ մեր մոտ ասում է այդ բոլորը դրեք մի կողմ, գնացեք համերգ։ Ապագան բերել ենք ժողովրդյան, դուք հանգիստ եղեք։ Տեսնում ենք ձեր բերած ապագան էլ, ներկան էլ, անցյալից ոնց եք եկել, հասել էտել։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան հերթական անգամ ինքը որոշել է իր խեկի բրթացանի, բայց խնդիրը նա է, քանի որ սա Ռուսաստանի գործակալն է, նրա ասածը մենք պետք է հասկանանք ինչ նպատակով է դա արվում։ Այն, որ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, ավելի ու ավելի մոտ է թվում։ Մենք այնքան մոտ ենք դրան, որ հունգարական հանրությունը նույնիսկ չի կարող պատկերացնել դա։ Հակապատերազմական հանրահավաքներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ զգան այս վտանգի անմիջականությունը։ Եվրոպացիները բացահայտ հայտարարել են, որ անգամ Թրամփի խաղաղության ջանքերին հակառակ նրանք կշարունակեն զինել, ֆինանսավորել եւ աջակցել Ուկրաինային։ Եվ նույնիսկ հիմա նրանք խոսում են այնտեղ խաղաղապահ զորքեր ուղարկելու մասին, ասել է վարչապետ Օրբանը։ Հերթական անգամ սա առաջի դեպքը չի։ Մի հատ Սիարտոն իր արտգործնախարարը այս հարցի մասին խոսեց, մի հատ ինքը ասեց, բայց տեսա ոնց որ քիչ է, մի հատ էլ է ասում։ Իմացեք ժողովուրդ, արևմուտքը Եվրոպան ցանկանում է Ռուսաստանի վրա հարձակվի։ Ինչու համար է դա ասում, որ Ռուսաստանը հիմք ունենա, ասի դե եթե դու պետք է ին վրա հարձակվես, ինչի ես սպասեմ դու զինվես, մանավանդ հիմա զինվում ես, այնա ես կհարձակվեմ։ Հետո էլ կանգնում զարմանում են, թե ինչի են մեղադրում Ռուսաստանին, որ նա նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի
անդամ պետությունների վրա հարձակվի։ Ընդամենը մի քանի տող վերև Մեդվեդևի ասածը նայեցի, եթե դուք ուզում եք Ռուսաստանը քանդեք, մենք էլ ձեր մոտ ապակայունության խնդիրներ կլուծենք, մենք կանենք ամեն ինչ, ներսից անհանգստություններ ստեղծենք։ Տեսնում եք, ավելի պարզ էլ ոնց է լինի։ Հիմա դրա հետ կապված Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է. Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո եվրոպական անվտանգությունը հնարավոր է միայն Ռուսաստանից անվտանգության դեպքում։ Հետևաբար ըստ Վադեֆուլի Գերմանիան հետաքրքրված է Ուկրաինային շարունակաբար աջակցելու հարցում։ Ես միայն կարող եմ խորհուրդ տալ պատրաստ լինել նման սցենարի, հավելել է նախարարը։ Գերմանիան որևէ պատճառ չունի կրճատելու իր պաշտպանական ջանքերը։ Եվրոպան պետք է գործի ուժի դիրքերից Կրեմլի հետ հարաբերություններում։ Եթե ռուսական բանակը կայուն ռազմական հաջողությունների հասնի Ուկրաինայում, դա լուրջ սպառնալիք կլինի ՆԱՏՕ-ի համար, զգուշացրել է գերմանացի նախարարը։ Որքան կայուն լինի խաղաղության իրավիճակն Ուկրաինայում եւ որքան շուտ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր սեփական շահերը, այնքան լավ կլինի ամբողջ Եվրոպայի համար, հայտարարել է Վադեֆուլը։ Մենք հիմա տեսնում ենք, որովհետև նույն Գերմանիայի արտգործնախարարը, իդեպ պաշտպանության նախարարն էր նույն կարծիքը հայտնել վերջերս Բորիս Պիստորիուսը, իսկ բավական փորձառու նախարար է, դա այն նախարարն է, որը որ Օլաֆ Շոլցի կաբինետից անցավ Ֆրիդրիխ Մերցի կաբինետ, այսինքն այդ չափով գնահատվեց իր ծառայությունն ու աշխատանքը, եւ իրանք պատահական չեն այս ամեն ինչն ասում, որովհետեւ Ռուսաստանը, որ իր համախառն ներքին արդյունքի 7-ից 8% արդեն ծախսում է ռազմական ծախսերի վրա, որը իր բյուջեի 40%-ը արդեն ֆիքսված ծախսում է պաշտպանական ծախսերի վրա, առողջապահությունից, սոցիալական ծախսերից պակասացրել է, բայց մասնագետները հաշվում են, որ դա մինչև 50% է հասնում, որովհետև որոշ ծախսեր կա, որ արվում է պաշտպանականի համար, ձևակերպվում ուրիշ ոլորտների վրա։ Այսինքն դուք պատկերացնում եք այդ երկիրը, որ դա անում է, ռազմական ռելսերի վրա է դրա իր պետությունը եւ պատերազմը դադարեցնելուց հետո ինչ խնդրի առաջ է կանգնելու։ Անընդհատ մոբիլիզացիա, անընդհատ մարդկանց տանի կոտորի, մեկ էլ հանկարծ այդ մարդկանց արուն տեսած մարդկանց էլ հետ բերի։ Շատ ենք այդ մասին խոսել, թե ինչ խնդրի առաջ կկանգնի Ռուսաստանը, եթե հանկարծ այդ մարդիկ հետ գան արյանը սովոր, փողին սովոր։ Տնեցիք էլ ասում են, սա գալու է մեր վրա խոսա։ Այ մարդիկ կրակեիք պրծնեինք, էլի հիմա քիչ ամնում զանգ են, կոորդինատները տան, ամուսնու հետ խոսան, զանգ են ուկրաինացիներին, ասեն այստեղ արա խփեք պրծնենք էլի դրանից։ Փողը տա թե չէ գալու է համի ասի այստեղ չի դրած են ընդեղ է դրած, հազիվ իրանից հեռու ապրում ենք, փողերն ստանում ենք։ Այս մթնոլորտը դուք չեք տեսնում, ժողովուրդ ջան։ Երևանում նստած այդ մթնոլորտը ես զգում եմ, ոնց որ այն տպավորությունը լինի, ոնց որ Ռուսաստանում լինեմ այդ ամեն ինչը զգամ, որովհետև այդքան օրգանապես կապ կա աշխարհի հետ, որ հասկանանք ինչ է կատարվում։ Ու տես բնակավար չկա, որ մեկը չզանգի, մեկը չգրի, մեկը չասի, որ այս բանը այսպես է, այն բանը այնպես է, որովհետև իրապես նրանք հասկանում են աշխարհի գլուխը ինչ է բերում Ռուսաստանը, առաջի հերթին իր ժողովրդի գլխին բերելով։ Եվ սա այս վիճակում դե դուք եկեք եւ ինձ համոզեք, որ բալանսավորված քաղաքականություն մեր իշխանությունները կարող են բարել այս խնդիրների պարագայում։ Եվ շատ նորմալ կնայվեն, գիտեք, այս կարգի մթնոլորտում ասեն, հա, բայց ինչ ա եղել, որ Նիկոլ Փաշինյանն է Պուտինի հետ շատ լավ է։ Նիկոլ Փաշինյանն է բարեկրթական այցելություն է, ցանկանում է Ռուսաստանի հետ բանը ավելի խորացնի հարաբերությունը, ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ավելի խորացնի, մի անհանգստացեք, որևէ խնդրեմ չկա, ինչ որ մի 1000 տարի հետո էլ շուտ կգա դեպի Եվրոպա, եթե այդ մակարդակին հասնի։ Եթե էս է մեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը, իմանանք։ ԱՄՆ պատերազմի նախարարությունն իր զեկույցում հայտարարել է. Չինաստանը նոր կայաններում տեղակայել է ավելի քան 100 մայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ չի ցուցաբերում զենքի վերահսկման վերաբերյալ բանակցություններին մասնակցելու մտադրություն։ Պեկինը շարունակում է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ պատրաստում է ռազմական սցենարներ Թայվանի գրավման համար եւ
հետաքրքիրը նա է, որ հիշում եք Դոնալդ Թրամփը մի երկու անգամ ասել էր, որ Ռուսաստանին ու Չինաստանին առաջարկել են բերեք միջուկային զենքը պակասացնենք։ Ես որ ասեմ շատ միամիտ մոտեցում է, իսկ զարմանում եմ, որ ինքը մտածում է, որ նրանք դրական կարձագանք են։ Այդ մարդկանց շանտաժը այդ զենքն է, այդ զենքը հանձնում են, որ ինչ անեն։ Զենքը հանձնում են, որ միջուկային զենք N-յուս ունեցող պետությունները դառնան դրության տեր։ Հիմա ինչպես տեսնում եք, Պենտագոնը դժգոհում է, որ Չինաստանը չի ցանկանում վերահսկողական ռեժիմներ մտնի իրար հետ պայմանավորվածության եւ շարունակում է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ պատրաստում է հարձակվել Թայվանի վրա։ Բա Թայվանի հետ կապված Դոնալդ Թրամփը չէր ասել Սի Ցզինպինին, որ իմ ժամանակ չհարձակվեց, հետո ինչ անում է Սարա։ Հիմա դուք արդեն ասում եք, որ պատրաստում է հարձակվի։ Էն էլ մինչև Տրամփի պաշտոնավարման ավարտը, հետ էլ կկարտամ։ Այսինքն ինչ է ստացվում։ Հիմա դուք հասկանում եք, որ Չինաստանի հետ հարցերը չեք կարողանում կարգավորել, հիմա որպես սպառնալիք նորից ներկայացնում եք Չինաստանը։ Հաշվետվության մեջ նշում է, որ 2024 թվականի դրությամբ Չինաստանի միջուկային զինանոցը կազմում էր մոտ 600 մարտագլխիկ։ Չնայած արտադրությունը որոշ չափով դանդաղել է, նախորդ տարիների համեմատ ընդլայնման ընդհանուր միտումը շարունակվում է։ ԱՄՆ ռազմական կանխատեսումների համաձայն Պեկինը նախատեսում է մինչև 2030 թվականը ունենալ ավելի քան 1000 միջուկային մարտագլխիկ։ Մենք շարունակում ենք տեսնել Պեկինի կողմից պատրաստակամության բացակայություն գործողություններ ձեռնարկելու կամ զենքի վերահսկման վերաբերյալ ավելի համապարփակ բանակցություններին մասնակցելու համար, ասվում է զեկույցի մեջ։ Նշում է, որ Չինաստանն ակնկալում է, որ կկարողանա կռվել եւ հաղթել Թայվանի դեմ պատերազմում մինչեւ 2027 թվականի վերջը։ Այսինքն, ժողովուրդ ջան, սա անում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը, կանխատեսում է անում, որը որ հակասում է այն կանխատեսմանը, որը արել է Դոնալդ Թրամփը։ Հասկանալի է, որ սա իրանք հրապարակում են, որ ցույց տան, որ այն ցանկությունը, որ Չինաստանի հետ կարելի է սիլիբիլի անել, ոնց որ թե Թրամփի մոտ չի ստացվում։ Եվ եթե չի ստացվում, ինքը ստիպված պիտի վերանայի, բայց ինչը վերանայի։ Եթե ինքը Ռուսաստանի հետ հարաբերությունը չվերանայեց, հիմա ասես պիտի ներկայացնի, թե ինչ վտանգ է ներկայացնում Չինաստանը։ Բայց չմոռանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր չի, որ Թայվանին աջակցում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Գոմինդանի կառավարությանը աջակցել է անգամ այն ժամանակ, երբ որ արդեն հեղափոխություն էր տեղի ունենում։ Բավարար չափով իհարկե չաջակցեց, այլապես հնարավոր չէր լինի հեղափոխությամբ իշխանությունը վերցնել 49 թվականի հոկտեմբերի 1-ին։ Բայց այդ ժամանակ Գոմինդանի կառավարությունը քաշվեց Թայվան եւ իր համար գլուխները կախ ապրում են, հիմա այսօր էլ կենսամակարդակն ավելի բարձր է, քան Չինաստանում, այսօր ժողովրդավարության մակարդակն ավելի բարձր է, քան Չինաստանում, բայց եւ միևնույն ժամանակ Չինաստանն ասում է դա իմ տարածքն է ու պետքա վերցնեմ, իսկ Ամերիկան նրա անվտանգության երաշխավորն է։ Ամերիկան պետքա քննություն հանձնի, ինչ անում ինքը, սկուտերի վրա Թայվանը տալիս է, որպեսզի Չինաստանի հետ գլոբալ հարց լուծի, թե պայքարում է Թայվանի համար, բայց այդ դեպքում էլ ինքը խնդիր է ունենում, որովհետեւ Չինաստանն էլ մնացած տեղերն է պայքարելու իր դեմ, ոչ միայն արդեն Թայվանի, այ Վենեսուելան կլինի, Գրենլանդիայի մոտ կլինի, ոնց որ Դոնալդ Թրամփն ասում է բոլոր տեղերը, որտեղ նայես չինացի են, արդեն իր աչքին բոլոր տեղերը չինացի է երևում։ Բայց չմոռանանք, չէ՞ որ Գոմինդանի կառավարությունը դա այն իշխանությունն էր, որը որ երբ որ խոսում ենք 42 թվականին, որ որոշեցին ստեղծեն արդեն հետպատերազմյան, պատերազմը նոր էր սկսվել, բայց հետպատերազմյան ինչ որ կառույցներ ստեղծելու 4-ով փաստաթուղթ ստորագրեցին, հետագայում որ դառավ ՄԱԿ-ի հիմքը, չմոռանանք, որ դա ոչ միայն ՄԱԿ-ի հիմնադիր պետությունն էր Չինաստանն, այլ նաև անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Բադավորն էր 45 թվին, ով պետք է լիներ, 45 թվին այս Գոմինդանի կառավարությունն էր, չէ՞։ Մինչև 71 թիվ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նստած էր Թայվանում նստած իշխանությունը, որտեվ իրանց էին ընտրել, իրանք էին հիմնադիրը, ոչ թե Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։
Դե հիմա լավ հասկացանք, հեղափոխություն եղել, հա, որոշումները կայացրել եք, իշխանությունը վերցրել եք, այդ մարդիկ քաշվել են միտեղ իրանց կղզում մի կերպ ապրում են։ Բայց եթե դուք դրա վրա եք աշկ գցում, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է որոշում կայացնի։ Ինչ անում, ինչ արժե իր գործընկերոջը զոհաբերելը գլոբալ հարցերի հետ կապված, թե այնուամենայնիվ պաշտպանել, բայց ինքը արդեն եթե Չինաստանն ու Ռուսաստանը միասին են, ինքը խնդիր ունի, որ կարողանա Թայվանը պաշտպանի։ Դրա համար Տրամփն ասել էր, ինձանից հետո արա, հետո գլուխս կգովամ, կասեմ, տեսակ իմ օրոք չհարվածեցին, ինձանից հետո արեցին, բայց հիմա էլ նույն Պենտագոնն ասում է, չէ, ժողովուրդ, կարողա Տրամփի ժամանակ անեն, այդ էլ լսացնել են տալիս, որ կարողա Տրամփի ժամանակ անեն, խայտառակ անեն։ Այդ էլ մենք հիմա նայենք, թե աշխարհում ինչա կատարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից մի բան էլ ուղղակի այսօր հրապարակվեց, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է հայ ժողովրդի պատմության դասերից։ Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանն ինձ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով։ Հայաստանը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է, ասել է վարչապետը։ Այս մարդը խրոնիկ հիվանդություն ունի, ժողովուրդ ջան։ Այս մարդուն բուժել է պետք։ Ես չեմ հասկանում, մեր բժիշկներն ինչով են զբաղված։ Այս մարդուն բուժել է պետք, ժողովուրդ ջան, մեղք կա այս մարդը։ Անընդհատ ասում է պատմական Հայաստանն ասել է մեր այդ աղա ջան, որ պատմական Հայաստան չէր, դու որտեղից պետք է ելնեիր։ Պատմական Հայաստանի 4.500 տարվա քաղաքակրթության ամենախայտառակ թյուրիմացությունը որտեղից պետք է ելնեիր։ Հասկանում ենք ինչի է անիծում պատմական Հայաստանը։ Որովհետև մարդիկ ասում են, բա սենց բան հնարավոր է։ Սենց թյուրիմացություն, սենց բախտախնդիրին բերում են դնում են, այս պատմություն ունեցող երկրի ղեկավար, ղեկին։ Դրա համար ասում է ջնջենք այդ պատմությունը, նորից գրենք, 18 թվից գրենք, այն ժամանակ ասում էր, չէ, նոր Հայաստան, վերջ, մենք եկել ենք ու հեսա մեզանից հասկսում ամեն ինչ։ Տեսա ոնց որ չստացվեց այն ժամանակ, մարդիկ ասեն, ես ինչ ա խոսում։ Հիմա արդեն նորից իր ամեն օր խոսում է մոռանանք պատմական Հայաստանը, որը որ ասել է սխալ ճանապարհով եք գնում։ Այդ պատմական Հայաստանի ամբողջ ընթացքում եկել հասել ենք այսօրվան։ Նույնիսկ երբ որ Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, հայապահպանության խնդիրը այդքան ամուրադրված եղել, որ հատուկ նպատակային ցանկացել են, փակել են հայկական դպրոցները, ամեն ինչ անել են, որ մեր եկեղեցին նորմալ չկարողանա աշխատի, քաշվել են սարերը, որ կարողանան մարդկանց հետ շփվեն, որ ամեն ինչ արել են, որ մեր լեզուն մոռանան, այդ ընթացքում այդքան տևական ժամանակ մեր ազգը կարողացել է հայապահպանության խնդիրը լուծել, անգամ չունենալով պետականություն, օտարի տիրապետության տակ։ Այդ դա է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հանդուրժի, որտեղ ասում է ինչ պատմական Հայաստան։ Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքը ձեզ ինչ պատմական Հայաստան։ Որտեղ գիտեք ինչի, դուք ձեր աչքի առաջ տեսնում եք, մենք անկախ պետություն ունենք 7.5 տարվա մեջ Կարան նենց օին բերեն մարդկանց հոգեբանության վրա, որ իրանք հրաժարվեն իրանց պատմությունից ու ամեն ինչից հրաժարվեն, ոչ թե նրա համար, որ Նիկոլին շատ են սիրում, որտեղ իրանք այդպես են մտածում, իրանք շատ հարմար է, հայտնի են հեքիաթի պատմության նման, որ ասում է այս խոզուկնից դուր է գալիս, փնթին ասում է, չէ, այս խոզուկնից դուր է գալի, հոնա դուր է գալի, որտեղ խոզուկ է, դե ինքն էլ սիրում է փնթիներին։ Հիմա այդ մարդկանց համար շատ հարմար է, ասում են ինչ եք ուզում, մարդը էս անում, մենք քաշվենք մի կողմ, հանգիստ դու ինչ ուզում ես Հայաստանի հետ վարվի։ Այսօր դուք տեսնում եք ձեր աչքի առաջ ոնց են այսօր տենչում, դռները բաց են Թուրքի ու Ադրբեջանցու առաջ եւ մեղադրում են բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ նրանք մեր բարեկամը չեն։ Բա դուք պատկերացնում եք հազարամյակների ընթացքում ոնց են կարողացել ապրել։ Օտարի ձեռի տակ հայ մնացել։ Մի քանի տարի հետո էլ հայ չի մնա։ Կամ բանտերը կլցնեն, կամ երկրից կհանեն։ Դուք չեք տեսնում, եթե Նիկոլ Փաշինյանը այս սկզբունքով շարունակեց։ Բա մենք անկախ ենք։ Այս ինֆորմացիայի դարում, այս ազատ աշխարհի 21-րդ դարում, դուք չեք տեսնում ոնց եք դուր քանում։ Ու չեք տեսնում ինչ արվում, նրանք ովքեր դրա դեմ պայքարում են, ինչ շարեր են անում, ինչ շանտաժներ են անում։ Դուք չեք ուզում խաղաղություն, դուք չեք ուզում մենք լավ լինենք մեր հարևանի հետ։ Ասում ենք այդ հարևանը ուզում է գա, քո տարածքը քո ձեռքից վերցնի։
ասում է ոչինչ, ինչ ա եղել որ։ Հիմա թող Թուրքիա ալնի էլի, ինչ ա պատահել որ։ Բա Նիկոլ Փաշինյանն ուզում է, մենք էլ ուզում ենք։ Այո, ձեզ պետք է գցել Նիկոլ Փաշինյանի վրա, որովհետև դուք չեք ուզում որևէ բանի համար պայքարել։ Իսկ դուք պատկերացրեք, ոնց ենք հայ մնացել այսքան տարի։ Փաշինյանն ասում է՝ մի հետևեք, նախկինին չհետևեք։ Նախկինին որ չհետևենք, այսքան մարդն էլ չի մնա, որը կարճած է իր արմատներից, որը պատրաստ է մեռնի իր արմատների համար պայքարի։ Ու չի ափսոսի իր կյանքը դրա համար։ Բա դա չեք ուզում ելնի էլի։ Էդ էլ որ վերացնեք, բան չի։ Բա ինչի է պարբերաբար ասում են ինչի Թուրքիան սահմանը չի բացում, եթե ասում եք հենց սահմանը բացվի, գալու է Հայաստան փողով առնի գրավի լրիվ։ 1000 անգամ ասել եմ, մի անգամ էլ ասեմ, Թուրքիան հիմա չի բացում, որտեվ գիտի հայ ժողովուրդը պատրաստ չի Իրան ընդունել գրկաբաց։ Նիկոլ Փաշինյանն է պատրաստ իր թիմով, բայց հայ ժողովուրդը պատրաստ չի։ Նա չի կա, նա վախենում է, որ այդ սահմանը բացվեց, ըմբոստացան, կլցվեն փողոց, Նիկոլ Փաշինյանին կտապալեն, ուրիշին կբերեն, այդ սահմանը հիմա էլ մերոնք կփակեն։ Թուրքիայի առաջ ու Ադրբեջանի առաջ։ Դրա համար ասում են, ոչ, մենք ներսից պետք է ձեզ առնենք, որ դուք աղ ու հացով մեզ դիմավորեք, որ դուք գաք խոնարհվեք, ձեռքերը համբուրեք, ժողովուրդ։ Բայց են անում, չեք տեսնում ինչ են անում։ Նրանք համբերատար անում են այնպես, որ ներսից Թուրքին ուզեն։ Ոչ թե ինքը եկավ գրավեց, բա Թուրքը գրավող, ժողովուրդ ջան։ Լավ եք էլի, ուրեմն դուք Փաշինյանին չեք լսում։ Բա Թուրքը գրավող, Էսա, ժողովուրդ ջան։ Այդ դրա համար հանգիստ չի տալի մեր անցյալը Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում եւ այդ գործընթացի նախաձեռնողները նույնպես մենք ենք եղել։ Բոլորը գիտեն, սա է պետք է իմանան։ Առաջին առաջարկը մեզնից է եղել։ Մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի եւ դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները, ասել է Ալիևը։ Ինչու է պարբերաբար նշում, որ խաղաղությունն Իրանից է եկել, որպեսզի ցույց տա, որ մենք ենք խաղաղություն ուզում։ Եթե մեր ասածը, մեր պահանջը Հայաստանը չի կատարում, Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Այն նույն շանտաժը, ոնց որ Փաշինյանը մեզ է անում, եթե դուք այս բանը ասեն չեք ընդունում, դուք խաղաղություն չեք ուզում, Ալիևն էլ ասում է ես խաղաղություն եմ ուզում, նույն բառերը նայեք, հատուկ սցենար է։ Եթե Հայաստանը դեմ է, ուրեմն Հայաստանը խաղաղություն չի ուզում, դե ստիպված մենք պետք է զինվենք, մեր հարցերը զենքով զորքով լուծենք։ Հիմա էլ ասում են, այ բենզինը եկավ, հիմա էլ ասում են, այս ինչ եկավ, վայ, եկավ խաղաղությունը։ Ադրբեջանը ուրիշից բենզին է առնում ու մեզ էժան գնով վաճառում։ Դուք տենց առևտուր տեսել եք։ Այսինքն Ադրբեջանը բաժանում է ընտրակաշարք։ Չգիտեք։ Պարզ չի։ Բա երկը գինի էժանացնի, բա ինչ պետք է անի։ Ինչի ուրիշ տեղից եկած բենզինի գները գնագոյացումը տենց լրիվ հաշվել եք, տեսել եք, որ եթե Ադրբեջանից է գալի ավելի էժան է նստում, Ադրբեջանը ուրիշից առնում է, հետո Վրաստանի տարածքով ուղարկում է Հայաստան ավելի էժան է նստում, Ադրբեջանն էլ կարող է էժանացնի, հատուկ նպատակային Հայաստանի իշխանություններն էլ կարան ասեն էժան պետք է վաճառեք, որովհետև սա Ալիևի կողմից ընտրակաշարք է, ժողովուրդ ջան։ 1000 դրամ մեկը ընտրակաշարք տա կգնանք կալանավորեն։ Բայց հիմա մենք գիտենք, չէ՞ սա ինչի համար է արվում։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, մենք ունեցանք ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքի միջով դեպի Հայաստան։ Այսինքն ավելի քան 30 տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող գնացքը։ Դա ռուսական հացահատիկ էր, ապա ղազախական հացահատիկ։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը։ Ավերչուկի խոսքով Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են երկկողմ մատակարարումների ընդլայնումը հայկական ներմուծման հաշվին։ Խոսքն այն մասին է, որ ապահովվեն Հայաստանից Ռուսաստան հակադարձ առաքումներն Ադրբեջանի միջոցով։ Բայց ինչպես տեսնում եք, ճանապարհները բացված չեն, խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Ադրբեջանը իր բարի կամքով, որտեղ ինքը խաղաղասեր է, ուղարկում է ապրանքներ Հայաստանին, բայց
ճանապարհը ուղղակի չի բացում։ Այսինքն ինքը ցանկանում է դա անում է, վաղը չի ուզի չի անի, կուզենա ավելի շատ կանի։ Անկամ մինչև այսօր Փաշինյանը դեռ ասում է, դեռ մենք չենք ճշտել, թե կթողել մենք էլ ապրանք ուղարկենք, թե մենակ գալու հարցն է որոշած։ Այսինքն չկա տենց պայմանավորվածություն, դա Ալիևն է որոշում, իսկ այն ինչ որ Ալիևը որոշում է, գիտի որ ստեղ ոգևորված ներկայացնելու են, այ խաղաղությունն եկավ, էժան բենզինն եկավ, հիմա ինքը ամեն ինչ պետք է անի, որ այդ էժանությամբ ժողովրդին ասի, դե ինչ եք այդքան տանջվել, ճանապարհները բացեք, հանգիստ իր համար ապրենք, բավական էժան ձևով։ Այսինքն սա հասկանում եք հետևողականորեն ինչի է տանելու։ Ոչ մեկը էժան ապրանքին դեմ չի, բայց մենք գիտենք այդ ամեն ինչը ինչի համար է արվում։ Դա ենք զգուշացնում։ Եթե մեր ղեկավարը լիներ մեր երկրի շահերը սպասարկող, մենք չէինք անհանգստանա, կասենք ինքը կարողանա այդ կարմիր գծերը պահի ու կարողանա այդ ամեն ինչը կարգավորի, սա անցնի կամ չանցնի, բայց քանի որ մենք գիտենք, որ ինքը սպասարկում է օտարի շահերը, ինքը իրանց թիմից է խաղում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի։ Այդ պարագայում մեր անհանգստությունը դա է, որովհետև հասարակությունը մնում է մենակ։ Այդ մարդիկ ասում են, քեզ օգնենք, դու ընտրվի, որպեսզի մեր պարտքերը փակես։ Ռուսաստանին առանձին խոստում է տվել, Թուրքիային առանձին, Ադրբեջանին առանձին։ Եվ այդ ամեն ինչը լինելու է մեր ժողովրդի հաշվին։ Եվ այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչ պրոբլեմների մեջ է աշխարհի հետ, եւ մենք այդ պարագայում տեսնում ենք, թե ինչ պրոբլեմների առաջ կկանգնենք, եթե Հայաստանում նորից շարունակվի այս ոճի քաղաքականություն։ Ու ասել, որ ռուսամետ ուժերը ցանկանում են իշխանության գալ, կարելի է կարծել Նիկոլ Փաշինյանը ռուսամետ ուժ չի։ Հիմա էլ փորձում են ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ռուսների հետ տենց խոսում է, որ չսրի, որպեսի հետագայում էլի դեպի արևմուտք քայլեր անի։ Լավ էլի ժողովուրդ, դուք ձեր աչքից չեք ընկել, վաղուց պետք է ինգացել եք։ Դուք որ հայլու մեջ ձեզ նայեք, սուտի արևմտամետներ, պետք է թքեք դուք ձեր երեսին։ Եթե չէ, տնեցիները պետք է թքեն։ Ամոթ է էլի գրագետ մարդիկ եք։ Գոնե այդ ամեն ինչը մի ուրիշ գործ եթե չեք գտնում, դիմեք ժողովուրդ ջան, կարելի է մի բան մանգալ, մեկին ասել, այդ մարդիկ սոված, բայց այդքան գրանտ եք ստանում, չեք կշտանում ժողովուրդ։ Այդքան գրանտ եք ստանում, ձեզ չի հերիքում։ Որ պետք է գնաք Նիկոլ Փաշինյանի կոշիկները լիզեք։ Թե եթե չլիզեք այդ գրանտը չեն տա։ Դե ասեք ուրիշ բան մտածենք ժողովուրդ ջան ձեզ համար։ Մեղք եք այ մարդ։ Ռուսաստան գնացած Փաշինյանին նորից բազմավեկտոր ցույց տալը գիտեք ինչքան հեշտ է։ Հա գնացել է Ռուսաստան, բայց իմացեք իր սիրտը արևմուտքում է։ Ուղղակի դե գնացել է որ հարթ ձևով Ռուսաստանից փոկվի։ Այսինքն դուք փոկվելու քայլեր տեսաք, հա։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։